2003 թվականից մինչև 2022 թվական, մոտավորապես 20 տարի է դա։ Եթե դու $10,000 ներդնեիր S&P 500-ի մեջ, դու այսօրվա 2022 թվականի վերջի տվյալներով կունենայիր մոտավորապես $70,000։ Եթե դու բաց թողեիր ընդամենը 10 լավագույն օրերը, այդ 20 տարվա մեջ, քո աճը 2 անգամ կրճատվում է։ Քո կարծիքով 10 լավագույն, հիմնական լավագույն օրերը երբ են տեղի ունենում շուկայում։ Դե դրանք երևի հաջորդում են ինչ-որ կրիզիսների, երբ որ դու կարող ես այսպես խուճապի մատնվել ու վաճառել քո արժեքները։ 10-ից 7 լավագույն օրերը տեղի են ունեցել արջի շուկայում, այսինքն անգլերեն ասած bear market-ներում։ Այո։ 2020 թվականին, երբ որ COVID-ի անկում եղավ, երկրորդ լավագույն օրը տեղի ունեցավ երկրորդ ամենավատ անկումից հետո, միանգամից։ Խնդիրը նրանում է, որ մարդիկ փորձում են այդ time անել շուկան, որը անհնարին է իրականում։ Warren Buffett-ը ով ուզում է լինի, չի կարող այդ անել։ Ու երբ որ դու այդ անում ես, դու սկսում ես ահա որ շատ փող թողել սեղանին։